Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի հերթական սերիան մեզ տանում է զգացմունքային իսկական ալեկոծությունների միջով, որտեղ մի կողմից տեսնում ենք հաշտության ու սիրո լույսը, իսկ մյուս կողմից աններելի դավաճանության և ստի կործանարար ուժը։ Սկսենք ամենալուսավոր ու հուզիչ տեսարանից։ Նորոն վերջապես Արևիկին պատմում է ողջ ճշմարտությունը և հակառակ բոլոր վախերին Արևիկը անչափ ուրախանում է այս լուրից։ Այս մաքուր մանկական ուրախությունը կարծես թևեր է տալիս Նորոյին։ Նա ոգևորված վերադառնում է տուն և կիսվում Էլիզի հետ։ Շատ ուրախալի է տեսնել, որ Էլիզը ևս աստիճանաբար սթափվում է իր մոլորություններից և անկեղծորեն ուրախանում քրոջ արձագանքով։ Նորոն, զգալով այս դրական տեղաշարժը, փորձում է խոսել նաև տատիկի հետ, աղերսելով նրան մոռանալ անիմաստ թշնամանքն ու վերջապես հանգիստ ապրել։ Թվում է, թե Նորոյի ընտանիքում վերջապես խաղաղություն է հաստատվում։ Իսկ Մագդան, ով միշտ աչքի է ընկնում իր բարությամբ, նույնիսկ իր կյանքի ամենաբարդ փուլում մտածում է ուրիշների երջանկության մասին։ Անհանգստանալով Էդոյի և Էլիզի բաժանման համար, նա զրուցում է Արևիկի հետ և առաջարկում համատեղ պլան մշակել նրանց հաշտեցնելու համար։ Արևիկը թեև տխուր է նրանց բաժանման փաստից, բայց ոգևորությամբ համաձայնում է օգնել։ Այս երկուսի միավորումը հանուն սիրո շատ հուզիչ է, բայց ցավոք Մագդան դեռ չգիտի, թե ինչ սև ամպեր են կուտակվել իր սեփական գլխին։ Չարի ճամբարում անգործ չեն նստում։ Լպրծուն Բաբկենն ու ամբարոյական Հասմիկը կրկին միավորում են իրենց ուժերը։ Բաբկենը Հասմիկին առաջարկում է մի նոր, չարագուշակ առաքելություն, որի իրագործման դեպքում Նորոն և Մագդան ընդմիշտ կբաժանվեն։ Հասմիկը, ով վռնդվելուց հետո այլևս կորցնելու ոչինչ չունի և լցված է վրեժխնդրությամբ, փոքր-ինչ տատանվելուց հետո համաձայնում է դառնալ Բաբկենի զենքը։ Եվ ահա, Հասմիկն անցնում է գործի։ Երբ Մագդան այգում երջանիկ սպասում էր Նորոյին, ստանում է Հասմիկի թունավոր ձայնային հաղորդագրությունը։ Հասմիկն ասում է, որ Մագդայի ողջ կյանքը սուտ է։ Բոլորը խաբել են նրան, և որ ինքը մի ճշմարտություն գիտի, որը գլխի վայր կշրջի աղջկա աշխարհը։ Մագդան, զգալով վտանգը, հուզվում է, և երբ Նորոն մոտենում է, նա թաքցնում է իր շփոթմունքի իրական պատճառը։ Սա ճակատագրական սխալ էր։ Մի քանի ժամ անց նա գաղտնի գնում է Հասմիկի հետ հանդիպման։ Այն, ինչ տեղի է ունենում այդ հանդիպմանը, պարզապես ողբերգություն է։ Պարզվում է, որ Բաբկենը պեղել ու գտել էր Մագդայի կյանքի ամենամեծ գաղտնիքը։ Լանան իրականում նրա կենսաբանական մայրն է, իսկ Արշակը հորեղբայրը։ Բաբկենն այս ինֆորմացիան տվել էր Հասմիկին, իսկ վերջինս առանց խղճի խայթի այն շպրտում է Մագդայի երեսին։ Մագդան կատարյալ շոկի մեջ է։ Նա չի ուզում հավատալ իր ականջներին, լացում է և հասկանում ամենասարսափելին։ Այսքան ժամանակ իր ամենասիրելի մարդիկ իմացել են այս մասին ու դիտավորյալ թաքցրել են։ Հոգեբանական այս ծանր հարվածից հետո Մագդան երես է թեքում բոլորից։ Սիրելի հետևորդներ, իրավիճակն իսկապես ծայրահեղ է, և ես ուզում եմ ձեզ երկու շատ կարևոր հարց ուղղել, որպեսզի միասին քննարկենք մեկնաբանություններում։ Առաջին հարցս հետևյալն է. ինչ եք կարծում, այս ահռելի ու ցավոտ բացահայտումից հետո Մագդան երբևէ կկարողանա ներել Արշակին ու Նորոյին իրենց լռության և ստի համար, թե նրա վստահությունը կորած է ընդմիշտ։ Եվ երկրորդ հարցը. Մագդայի և Արևիկի պլանը հաշտեցնելու Էդոյին և Էլիզին արդյոք կտա իր արդյունքը և մենք կտեսնենք նրանց կրկին միասին։ Անհամբեր սպասում եմ ձեր բոլորի կարծիքներին։ Շնորհակալություն դիտելու համար։